Թող առավոտը քեզանով սկսվի Տեր ջան, թող օրը բացվի բարի, խաղաղ բոլորիս համար, հանգիստ օր լինի։ Սիրելիներս, բարի օրհնյալ կիրակի։ Այսօր Հայաստանում խաղաղ օրհնենքն է, թող լինի խաղաղություն, աշխարհով մեկ, զինվորներին բարի ծառայություն, բոլորիս առողջություն, մեր օջախներում լիություն, բերք ու բարիք, սեր, օրհնություն, թանկագին հետևորդներ ջան, բարի լույս բոլորիդ, կոֆեն դրեք, համեցեք կոֆե խմելու։ Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ թանկագին հետևորդներ ջան, աշխարհով մեկ սփռված հայեր ջան, բոլորիդ ցանկանում եմ, որ լինեք առողջ, օրհնված և երջանիկ։ Սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ։ Հույսով եմ դուք էլ եք լավ և ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, առողջ լինեք և ուրախ լինեք։ Սիրելի հետևորդներ ջան, այսօրվա եղանակն էլ քամոց, սառնոթ եղանակ է։ Տեսնում եք, այս կողմ եմ նստել, որ վարագույրը տանում բերում է, այս քամի է գալիս, ոտներս սառավ արդեն։ Աշուն է, իսկական աշուն։ Սիրելիներս, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը բոլորիդ ասել, որ ունեմ ձեզ նման լավ, բարի, ջերմ հետևորդներ յութուբյան իմ ընտանիքում, մեր փոքրիկ, գեղեցիկ, համեստ, բարի, սեր ընտանիքում, որ ունեմ ձեզ։ Աստված առատորեն օրհնի ձեզ, այնպես եք նկարագրում ընտանիքս լավ բառերով, գեղեցիկ բառերով, ջերմ խոսքերով, անսահման եմ շնորհակալ, սիրում եմ բոլորիդ, առողջ մնացեք, առողջ եղեք, օրհնված եղեք։ Հիմա կոֆեն խմեմ, վերջացնեմ, գնանք մեր պարտեզ, ծաղիկներ քաղեմ, բերեմ ձեզ նվիրեմ և դնեմ մեր հյուրասենյակը, ես հիանամ ծաղիկներիս գեղեցկությամբ, ցինիաներիս գեղեցկությամբ և ձեզ սիրով ցույց տամ, թե արդեն ծաղիկներս ինչ վիճակում են, սիրելիներս, որ գնանք պարտեզ, այդ ժամանակ համ կխոսամ, համ էլ ծաղիկներս ցույց կտամ։ Եվ այսօր որոշել եմ պատրաստել, կանաչ լոբի ունենք մի փոքր, կանաչ լոբին պամիդորով, սոխով, պղպեղով, մի խոսքով կոֆեն խմեմ և գնանք միասին պարտեզ, պարտեզից հետո խոհանոց, որ պատրաստենք այսօրվա ընթրիքը։ Ես պատրաստած ունեմ, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի լոբին շատ եմ սիրում և մանիկն է շատ սիրում, որոշեցի այս անգամ պատրաստեմ պամիդորով և սոխով։ Կոֆեն խմեցինք, վերջացրեցինք, իջել եմ ներքև, համ ծաղիկներ քաղեմ, համ էլ ձեզ ցույց տամ, թե ինչ վիճակին են մեր ծաղիկները։ Ուղղակի չգիտեմ ինչ բառերով բացատրեմ, սիրելիներս, այս տեսարանը, սրտիցս այն որ ասում են արուն է գնում, էլ այն խոսքը չի, հոգիս տխրեց, սիրտս տխուր, ծաղիկներս շատ անմխիթար վիճակի մեջ են, այդքան ջրում ենք, բայց այս տարի, սիրելիներս, չգիտեմ ինչու այդքան շուտ փչացան, ընդհանրապես մինչև ուշ աշուն ծաղկում էին գեղեցիկ ցինիաներս, ինձ թվում է օդից է, օդը վարակված է, սիրելիներս, այդքան օդում թռչում են արդեն գիտեք ինչերը, երևի դրանցից էլ կան, որովհետև բերքն էլ է արդեն շուտ փչանում։ Դե ինչ արած, եղածը չենք կարող շատ մտածել, ասել, այդպես էր հարկավոր, այդպես էլ եղավ երևի։ Բնություն է, ծաղիկներ են, չորացան, ինչ անեմ, ճիշտն ասած շատ մտածեցի, շատ տխրեցի, բայց
փրկություն չէ տխրությունը, թող ինչ լինում է ծաղիկներին լինի սիրելիներս, իսկ հիմա քաղում եմ համ ինձ համար, համ էլ ձեզ համար, ամեն մեկիդ համար սիրուն քաղեմ, գեղեցիկ ծաղկեփունջեր պատրաստեմ և նվիրեմ ձեզ սիրելիներս, քաղեմ վերջացնեմ ծաղիկները, կանաչի պետք է քաղեմ, սոխ հանեմ, որ գնանք կանաչ լոբի պատրաստենք միասին, մի փոքր էքսկուրսիա մեր այգում և նոր կգնանք տուն, տեսնում եք իրոք իսկականից շատ անմխիթար են, խեղճ ծաղիկներս, որ միշտ ինձ ուրախություն են պարգևել, գեղեցկություն, քնքշություն և նրբություն, այսօր թոռոմել են և իմ կարիքը ունեն, խնդրում են, որ իրենց բուժեմ, բայց անհնար է, արդեն չորացել են սիրելիներս, ոչինչ, թող ծաղիկներս ինձ ներեն, ես չեմ կարող իրենց օգնել, քանի որ արդեն լրիվ չորացել են, բնություն է և եղանակ է, սիրելի հետևորդներ ջան, քաղեմ, ծաղիկները գեղեցիկ մաքրեմ, ծաղկեփունջեր կազմեմ և ձեզ նվիրեմ, սիրով, իմ սեր հարազատ դարձած յուտուբյան ալիքի իմ փոքրիկ, համեստ, բարի, սեր ընտանիք: Ծաղիկները քաղեցի, վերջացրեցի, հիմա մի փոքր էլ համեմ եմ ուզում հանել, տեսեք ինչքան մանր է, հələ նոր ենք ցանել, շատ մանր է, սոխով եմ պատրաստելու, 2 հատ էլ սոխ եմ հանում, ահա, մի հատ է փոքր կհանեմ, արդեն երևի այս երկու օր կհանենք սոխն էլ, հիմա մի քիչ էլ պետրուշկա քաղեմ, մաղադանոց, շատ քիչ եմ քաղելու հետևորդներ ջան, որովհետև եթե հարկ է լինում, գալիս քաղում ենք, սա էլ հələ համեմը, մի փոքր համեմ, մաղադանոց, 2 ճուղ բավական է, 2 հատ էլ հանեմ, լավ, կարող է պետք գա, հիմա գնանք Ռեհան: Երեկ եմ չէ լվացել, քաղել ենք 2 օր առաջ Ռեհանը, 2 օր առաջ ենք քաղել, հələ տեսեք ինչ լավ Ռեհան է, նորից աճել, շատ լավ, տեսնենք պետք է ջրենք անպայման, սա էլ է բավական, գնանք պամիդոր քաղեմ, հələ այս պամիդորները տեսեք սիրելի հետևորդներ ջան, բայց դե դրսում են, սկսում են այսենց փչանալ, հələ այս լոլիկները տեսեք, չի եղել, սորտն է այդպիսին, սեղի պամիդորները, ամեն տեսակի ունենք, ափսոս, որ այս տարի շուտ է ուզում փչանալ, հասել է, սեղ էլ այսենց սորտի ունենք, մի խոսքով ամեն տեսակի ունենք, սեղ էլ է փչացել, սիրելի հետևորդներ ջան, այո, եղանակից է, եղանակից, քանի կա դնենք վայելենք, ձեզ էլ բաժանեմ, սիրելի հետևորդներ ջան, մի մեծ փունջ քաղեմ, դա էլ արևածաղիկն է, գեղեցիկ ծաղկել,
Ափսոս, որ չանում են գեղեցկուհիներս։ Բերեցինք ներս գեղեցկուհիներից, այստեղ էլ վարունգը, պամիդորը, Մարինկան վերջում իր համար վարուն քաղեց, մի հատ էլ փոքր բիբար քաղեց, չնայած տունը կար։ Հիմա սառը ջուրը բացեմ, ջուր լցնեմ, ծաղիկները դնենք ջրի մեջ։ Գեղեցիկ ծաղիկները գեղեցիկ վազի մեջ։ Կրասատա, կրասատա։ Իմ սիրելի հետևորդներ ջան, ասեք, որ շատ գեղեցիկ են մեր պարտեզի գեղեցիկ ծաղիկները, հատկապես ցինյաները տարբեր գույների, բոլորիս աչքին շատ հաճելի է այս գեղեցիկ նուրբ ծաղիկները, քանի կան եկեք տիկին Մարինեի հետ վայելենք մեր պարտեզի գեղեցիկ ծաղիկները։ Ժողովուրդ ջան, հələ այս պամիդորին տեսեք, ինչ գեղեցկություն ունի, մի կողմը սև է, մի կողմը կարմիր է և մեծ խոշոր, սա էլ այս տեսակի է, երկար, գլխի մասը դեղնավուն, կեսից շատ կարմրավուն, քաղել եմ նաև դեղին պամիդոր, ռոզվի պամիդոր, մի խոսքով տարբեր տեսակի ունենք, այստեղ արդեն կանաչին կադրից դուրս լվացել եմ, դրել եմ։ Հետևորդներ ջան, որ այն ժամանակ ապրում էի Հայաստանում, իսուր մայրիկս քաղում էր հողամասից պամիդոր, դե այն ժամանակ սենց ուրիշ սորտ էր էլ, փռովի, գետնի վրա, պամիդորը որ հասնում էր, չէ, ճաքում էր, քաղցրությունից ճաքում էր, արևի քաղցրությունից, արևը ավելի է քաղցրացնում պամիդորները։ Երանի օրեր են, որ միշտ հիշում եմ ես, իմ հիշողությունների միջից չեն անցնում իմ լավ հուշերը, սիրելիներս, տոմատ ենք պատրաստում, ճաշ, սոկ, նրանց քաղցրությունը, համը ուրիշ էր։ Հիմա ամեն ինչն է փոխվել, ամեն ինչի մեջի համը, այն առաջվա համն ու հոտը չկա։ Սոխն էլ մաքրեմ, սիրելիներս, նորից լվանամ, կհանդիպենք։ Համն ու հոտը առաջվա ուրիշ էր, կասեմ ու կասեմ միշտ։ Մեր ապրած երիտասարդ տարիների համն ու հոտը ամենահամովն էր, թե բանջարեղենների մեջ, թե կանֆետների մեջ, սիրելիներս, թե մրգերի համը, ամեն ինչի մեջի համը ուրիշ էր։ Ախ երանի այդ օրերը հետ գային, վերադառնայինք մեր տները, մեր հին ձևով ապրենք, ես մեծ ուրախությամբ ոնց որ այն ժամանակ եմ ապրել, կապրեմ ավելի լավ, ավելի ոնց որ ասած քաղցր և իմ հարազատների հետ միասին։ Վերջ, լվացի, վերջացրեցի։ Տապակի մեջ դրել եմ մի կտոր կարագ և գազօջախը վառել եմ։ Մինչ մարմանդ կրակով կհալվի կարագը, ես էլ կմանրացնեմ 3 միջին չափսի մաքրած լվացած սոխը։ Մանրացնում եմ ոչ շատ խոշոր, ոչ էլ մանր, միջին չափսի։ Մանրացնելը ըստ ցանկության է, ով ինչպես ցանկանում է, այնպես էլ մանրացնում է։ Հիմա բոլոր բաղադրիչները լվացած մաքուր պատրաստել եմ, դանակս էլ փոխեցի, որովհետև մեծ դանակը լավ չի կտրում։ Այս փոքրը ավելի սուր է, չնայած որ ամեն անգամ սրում են, մատերիալը սուր չի պահում, այդ դա է պատճառը։ Ինձ մոտ 3 հատ միջին չափսի սոխ է, մեր հողամասից հանված ցույց տվեցի։ Լոբին կադրից դուրս խաշել եմ, սիրելի հետևորդներ ջան, արդեն լավ ջրքանվել է։
կանանչին լվացել եմ, պամիդորը լվացել եմ, մաքրել եմ, բոլորը պատրաստ են, մնում է արդեն տապակեմ, պատրաստ եմ, եփեմ։ Հիմա սոխը մանրացնելուց հետո նոր արդեն մնացած գործողությունները ցույց կտամ։ Մինչ մանրացրեցի սոխը, կարագն էլ հալվեց, դարձավ յուղ։ Հիմա յուղի վրա ավելացնում եմ մանրացրած սոխը։ Սեղանի վրա շոր եմ դնում, որպեսզի տախտակը իրար չգա։ Սոխը սկսեց թուլանալ, մի քիչ էլ թուլանա, կավելացնեմ կտրտած պղպեղ։ Պարտադիր չի, որ սոխը սոխարածի նման կարմիր լինի։ Հիմա ինձ մոտ դեղին գույնի միջին չափսի պղպեղ է, կտրատում եմ միջին չափսի փոքր պղպեղ, մանր կտորների։ Ասեմ, որ պղպեղն էլ, հետևորդներ ջան, ըստ ճաշակի, ըստ քիմքի, բերանի համի, բայց համային առումով շատ սազում է այս ճաշատեսակին, լոբիով, պամիդորով, սոխով պատրաստված ճաշատեսակին, համադրությունները շատ համեղ են ստացվում։ Դուք կարող եք ավելացնել, կարող եք չավելացնել։ Հիմա բիբարն էլ կտրտեցի, վերջացրեցի, սոխն էլ արդեն լավ թուլացել է, ավելացնեմ սոխին։ Ավելացնելուց հետո մի հատ կխառնեմ, կթողնեմ, որ արդեն բիբարն էլ սոխի հետ մի փոքր թուլանա, տապակվի։ Նոր կավելացնեմ մնացած բաղադրիչները։ Սոխն ու պղպեղը արդեն լավ համադրվել են իրար և իրենց բուրմունքը տարածել են մեր խոհանոցով մեկ, մանավանդ պղպեղի բուրմունքը, շատ անուշ բուրմունք է գալիս։ Հիմա սոխն ու պղպեղը համեմում եմ աղով և կարմիր քաղցր պղպեղով։ Նորից խառնում եմ։ Հիմա արդեն ժամանակն է խառնելուց հետո, որ ավելացնեմ կարմիր մաքրած կեղևներից կտրտած լոլիկները։ Մի թեթև խառնեմ, բերանը ծածկեմ տապակի, որ պամիդորը լավ թուլանա, եփվի, իր մեջի հյութը դուրս տա, փափկի, լավ փափկի։ Այդ ընթացքում կմանրացնեմ խառը կանանչի, ինձ մոտ սամիտ, մի փոքր մաղադանոց, համեմ մի ճյուղել ռեհան։ Հիմա սիրով համ ցույց եմ տալիս, համ էլ կմանրացնեմ։ Այդ ընթացքում արդեն կամանց լոլիկն էլ պատրաստ կլինի, կեփվի։ Համեմունքները և կանանչին ավելացնում եք ձեր բերանի համով, ձեր քիմքի համով, ըստ ճաշակի, ըստ ցանկությամբ, ինչ կցանկանաք, նա էլ մանրացրեք կանանչիներից, ավելացրեք համեմունքներ։ Հիմա մի հատ էլ խառնեմ, տեսեք արդեն ուզում է թուլանալ, բայց պետք է լոլիկները լավ եփվեն, նոր արդեն կավելացնեմ կանանչին։ Լոլիկները արդեն թուլացել են, 4 հատ բամիա է քաղել, ափսոս եկավ, որոշեցի ավելացնել այս ճաշատեսակի մեջ։ Ինձ թվում է համեղ կլինի, գիտեմ, որ չի գնում բամիա, աղջիկներ ջան, բայց ես լցրեցի, հիմա խառնեմ, թողնեմ մի փոքր էլ պամիդորի հետ բամիաները եփեն, ինձ թվում է համեղ կլինի։ Հիմա արդեն լցրեցի, հիմա խառնեմ, թողնեմ մի փոքր էլ պամիդորի հետ բամիաները եփեն, ինձ թվում է համեղ կլինի։ 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 Ինձ թվում է համեղ
Ուտեստի բոլոր բաղադրիչները եփված են, հիմա ավելացնում եմ լոբին։ Լոբին լցնելուց հետո խառնում եմ, որպեսզի լոլիկները, սոխը, պղպեղը խառնվեն իրար, մի հատ լավ տաքանան, նոր արդեն կավելացնեմ ձուն։ Տեսեք ինչ լավ ստացվեց, սիրելիներս, հիմա մի թեթև խառնեմ և կավելացնեմ արդեն հարած ձու։ Կոտրել եմ 4 հատ ձու, ձուն համեմ եմ աղով և հարեմ լցնեմ լոբու վրա։ Հարած ձուն հավասարաչափ տարածում եմ բոլոր լոբիների վրա։ Հիմա մի թեթև իրար տամ, բարձրացնեմ, որ ձուն հավասար լինի, բերանը ծածկեմ, թողնեմ ձուն եփի։ Կհանդիպենք, երբ որ ձուն եփած կլինի։ Սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի ամառային համեղ ուտեստ։ Կանաչ լոբով, լոլիկով, պղպեղով, սոխով, ձվով և թարմը կանաչիով։ Կարող եք նաև սխտոր ավելացնել։ Այսքանով ավարտում եմ այսօրվա համեղ հոլովակը։ Ձեզ մաղթելով եղեք առողջ և օրհնված։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն, մինչ նոր տեսանյութ։